Ողջույն սիրելի ընկերներ, մեր այսօրվա ոդքասթը նորից նվիրված է հայկական հարսանեկան ծիսակարգին եւ մենք այսօր ունենք հյուր ակունք պետական ազգագրական համույթի մեներկչուհի Աննա Թովմասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մերսի շատ որ եկել եք։ Մեր առաջին հյուրը հենց դուք եք, մենք շատ ենք ուզում որ հենց դուք գայիք առաջինը մեր տաղավար։ Անցած ոդքասթին հարսանեկան ծիսակարգերից մի քիչ խոսացել էինք, այս անգամ ուզում ենք ձեզ հարցեր տանք, դուք այդ հարցերին պատասխանեք, ավելի մասնագիտացված ու ավելի մանրամասն պատասխանեք։ Մերսի շատ որ եկել եք։ Ես եմ շնորհակալ։ Ապրեք, սիրով եկել եմ եւ կարծում եմ մեր զրույցը լավ կստացվի։ Մենք էլ շատ ենք ուզում։ Իրականում առաջին հարցերը, որ անցած անգամ ես ու Լևոնը առանձնացրել ենք, ու դա եթերել չէինք տվել, ուղղակի ոնց որ խոսք էր եղել, շատ կուզենայինք, որ մի փոքր ասեիք Արցախի ու Տիգրանակերտից ինչ ունենք պահպանված կամ եթե չունենք կամ Կոմիտասի առումով ինչ էր կամ պահպանված տեղանքային։ Առհասարակ Կոմիտասը, եթե վերցնենք որպես այդպեսին, Կոմիտասը շրջեց ամբողջ արևմտյան եւ արևելյան Հայաստաններով եւ գրառեց մեր ամբողջ ուրեմն գեղչկական շերտի երգն ու երաժշտությունը, բառն ու բանը, բայց Արցախից որպես այդպեսին նմուշ չունենք, հավաստի աղբյուրներից Արցախի միակ նմուշը դա Ձիգտուքաշի հորովելն է, որը Կոմիտասը գրառել է եւ մենք էլ մեր խմբում երգում ենք, այլ երգանմուշ չունենք Արցախից կոնկրետ հարսանիքին վերաբերող։ Այստեղ խոսքերն ավարտվում են։ Եվ կարող ենք անցնել հարսանեկան ծիսակարգերին, շատ կուզենանք անդրադարձ ունենանք ինչու հենց 7 օր 7 գիշեր եւ կարող ենք միկրոֆոնը ձեզ ամբողջությամբ հանձնել։ Առհասարակ այդ 7 թվանշանը մեր արվեստում, մեր երաժշտության մեջ շատ է նշվում, հա, եւ դա կապված է այդ 7 լուսատուների հետ։ Հենց մեր խմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը ունի շատ հրաշալի գիրք հրատարակած հենց հարսանիքի ծեսն ամբողջությամբ 7 օր 7 գիշեր եւ ամեն օրը նկարագրվում է թե ինչ գործողություն պետք է արվեր եւ այդ ամեն օրն ուներ իր առանձնահատուկ երգը, իր արարողակարգը եւ ամբողջ հարսանեկան ծիսահամալիրը ավարտվում էր հենց 7-րդ օրը արդեն Արագաստի երգով, որը արևի օրն էր 7-րդ օրը եւ այդ Արագաստից հետո, իսկ Արագաստը դա ամուսնական անկողինն է, դրանից հետո արդեն Հարսն ու Փեսան իրենց ընկերների հետ բարձրանում էին կտուրը եւ այսպես ասած երգ էին երգում ձուն արևին, այդպես կարելի է դիտարկել այդ երգը, կարծես փառաբանելով արևին եւ նոր կյանքի շրջան մտնելու հետ կապված։ Այսպեսի մի հարց, իսկ այդ երեկոյի երգերը կամ երաժշտությունը կապ ունեին Սահարիի հետ։ Առհասարակ Սահարին որպես երևույթ գործիքային ստեղծագործություն է եւ ժողովրդին մեկտեղելու համար յուրաքանչյուր ծեսի ժամանակ էլ կարար հնչեր Սահարի, որպեսզի ժողովուրդը այսպես ասած գար մեյդան։ Դա կարա լինի նաև տրնդեզի ժամանակ, որ զուռնաչին, զուռնայով Սահարի նվագի, որ ժողովուրդը հավաքվի, այսինքն մասնակիցները հավաքվեն կրակի շուրջ, կարա դա լինի մյուս ծեսերի հետ կապված։ Սահարին այդ գործիքային ստեղծագործությունն է, որ ժողովրդին այդ կանչով, կարծեք թե այդ ձայնի հետ ժողովուրդը գալիս է, մոտենում է, հավաքվում է, որ սկսվի ծեսը, իսկ մենք գիտենք, որ հարսանեկան ծեսի ուրբաթ օրը, հա, եթե մենք մեր վերջի շրջանի հարսանիքները դիտարկենք, այդ սովետի ժամանակաշրջան 5-րդ օրը, ուրբաթ օրը կատարվում էր մսացու ասվածը եւ հենց այդ մսացուն մինչեւ եզը կբերեին, որ պիտի մորթը սկսեին, պարտադիր հնչում էր Սահարին, որ մինչեւ այդ անասունին բերում էին, հավաքվում էին եւ արդեն հենց սկսում էին այդ մորթելը տեղի էր ունենում, այսպես ասած անասունին գետին գցելը տեղի էր ունենում, սկսվում էր արդեն դհոլ զուռնան միանալ ու մեծ շուրջպար էին բռնում ու հենց մարդկանց ներկայությամբ էլ փաստորեն այդ եզանը մորթում էին։ Երբ աշխարհի ամենասիրուն ծիսակարգերը հենց հայկական հարսանիքներինն են։ Մեր հարսանեկան իրականում ծիսահամալիրը, չասենք ծիսակարգ, որտեվ ծիսահամալիրը ինքը շատ մեծ
չափի ու քանակի գործողություններ է իր մեջ պարունակում հարսանեկան ծիսահամալիրը առաջին օրից սկսած մինչև 7-րդ օրը, առաջին օրը հարսնատեսներ, հետո հարսնառներ, երկրորդ օրը օրինակ հարսին հիմա դնելու օրներ, որ պիտի հիմա դնեին հարսին եւ տարբեր ուրեմն այսպես նշաններով սիրուն նախշեին ձեռքերը, հետո պիտի հարսի շորը կարվեր, բուն հարսանեկան ուրեմն արարողությունը, որ հարսին հոր տնից հանել են, դա եղել է 4-րդ օրը։ Դա 7-րդ օրը չէր։ 7-րդ օրը արդեն 6-րդ օրը կերոխումի օրներ, 7-րդ օրը առագաստներ։ Հիմնական այդ որ հարսին արդեն հոր տանից տանում էին Փեսայի տուն, դա հարսանիքի 4-րդ օրն էր, 7 օրերից 4-րդ օրն էր, որ հարսին տանում էին։ Շատ ուղիղ ենք պատկերացնում 7 օր 7 գիշեր, մտածում ենք 7 օրն էլ 7 գիշերն էլ քեֆ են արել մենակ։ Այո, 7 օր 7 գիշերն էլ քեֆ են։ Մենք անցած անգամ խոսեցինք, որ իրականում ամեն մեկը իր ոնց որ նաև օրվա ավարտն է ունեցել քեֆով, ուրախությունով։ Օրինակ առաջի օրը լուսնի օրն է եղել։ Մենք հարսն ու Փեսան, Փեսային ասել են արև, հարսին ասել են լուսին, ինչպես նաև Փեսային ասել են թագավոր, հարսին ասել են թագուհի։ Առաջին օրը հենց այդ լուսնի օրն էր, որ մարդիկ հավաքվում էին ու սկսում էին այսպես ասած լուսնի օրը, որ գնան հարսին տեսության։ Գնում են տեսնեն, որ պիտի իրանց հարս բերեն։ Երկրորդ օրը արդեն երևակի օրներ, որ հարսի ձեռքերը պիտի այդ զարդանախշված հինան դնեին։ Երրորդ օրը փայլածուի օրներ, որը հայրական տնից, այսպես ասած, հարսնառի էին գնում իրան, այդպիսի ավանդույթ կար, որ հարսնառ պիտի լիներ, հա։ Իսկ 4-րդ օրը արդեն լուսնթագի օրներ, կենտրոնական օրներ, որ պիտի արդեն այդ մեծ արարողությունը լիներ, հարսին տանեին Փեսայի տուն ու հարսին հոր տնից հանելուց առաջ ընդհանրապես ասում են հարսի լացի երգ, սովորաբար մարդիկ հասկանում են, որ հարսն էր երգում այդ երգը, բայց դա հարսը չէր երգում, ինչ որ մեկն էր երգում հարսի համար եւ ուրեմն հարսը դա պարտադիր ծեսի արողակարգերից մեկն է, այդ մերի գելիր ելիր Էրթի գլուսացավ բալիտ հարս կտանին ժամը մոտեցավ Երգից հետո արդեն բնականաբար հարսը վեր էր կենում, հայրական օջախի դուռը համբուրում էր ու գնում էր, այսպիսի մի ավանդույթ ենք ունեցել, որ մինչև եկեղեցին ուրեմն պսակադրությունը եկեղեցում չէր լինում, հարսը Փեսայի կողքից չէր քայլում, թևանցուկ չէր լինում, Փեսայից կապված էր լինում թաշկինակ, հարսը այդ թաշկինակը բռնելով Փեսայի հետևից գնում էր եւ մինչև եկեղեցին նրանց պսակադրությունը չէր անում, հարսը Փեսայի կողքին չէր կանգնում, այսինքն պսակադրությունից էր հետո էր դա թույլատրվում ավանդույթները Շատ հետաքրքիր եք պատմում դրա համար էլ իրականում ես միշտ մտածում եմ եթե ծիսակարգը խախտվում է ամեն դեպքում ինչ որ մի բան խախտվում է Իհարկե, շատ կարևոր է երգերի ընտրությունը, որովհետև մենք ինչ ժողովուրդ ենք, չէ՞ որ մենք այս մշակույթը միջև Կոմիտասը սա բանավոր խոսքի միջոցով է եկել հասել մեզ։ Եվ ժողովուրդն այնքան հզոր էր, որ ինքը պահում էր այդ ամեն ինչը։ Իսկ հիմա մենք այդ ամենը գրառած ունենք, բայց չենք պահում, հա։ Ոչ մեկ հնարավոր չէր, որ հարսի տանը երգեր թագվորագովք։ Հա, իսկ հիմա երգվում է բան էր, որովհետև թագվորագովքը դա թագավորին է վերաբերվում եւ երգում են թագավորին արթուզարդ անելու ժամանակ, թագվորի տունը այդ կենած ծառի, ուրեմն հարսանեկան ծառի պատրաստման ժամանակ եւ ամենքն իր երգ ուներ։ Եթե օրինակ մենք Փեսայի հագուստներն էին, հա, ուրեմն հարդարում էին Փեսայի, այսպես ասած, այդ արթուզարդն էին դնում, պարտադիր երգում էին մեր թագավորին ինչ պիտեր, հագին նախշուն շապիկ պիտեր, որ թագիկ շուրգեր, շուրումուրգեր, թագիկ բարով տունգեր, և այդպես նախշուն շապիկ պիտեր, կարմիր սոլեր պիտեր, այսքան հագուստն էին, հա,
այսպես հիմա ոնց են այդ մեր որ նկարահանում են տեսնում ենք չէ առանձին փեսան պատրաստվում աբան այդ process-ը այն ժամանակ նույն եղել է բայց այլ ձև էլի այդ երկով ամփոփվելով է եղել եւ ուրեմն նույն բանը ծառը զարդարելու մասին առանձին երգ կար, հա, գնացեք, ասեք, թակ որամեր, ծառդ գոված էր, ես մի խորվուտիկ մի գինի ծառ գովողիններ, ու այդպես կկանչեին թակվորահորը, թակվորաքրոջը, թակվորախպորը եւ այլն, այս երգերը թակվորի տանն էին երգում, սա թագուհու տանը չէին երգում Իսկ հիմա ամեն տեղերը փոխված է։ Շատ են փոխել։ Ինչը խնդիր է, որտեվ եթե որևէ պատկերացրեք արեգակնային համակարգը սկսի իր տեղերը փոխել։ Ինչ ամեն ինչ կխախտվի։ Խախտվի, չէ։ Հիմա մեզ մոտ խախտված է։ Դրա համար է մեր հիմա այդ մշակույթը ամբողջությամբ խախտված է։ Ինձ թվում է ընտանիքի մոդելի թուլացումն էլ հենց դրա հետ է կապված ավելի շատ նաև։ Սա գլոբալ հարց է իրականում, միայն ընտանիքի հարց չէ, սա նաև դաստիարակչական ուսումնադաստիարակչական խնդիրներից են եկել, հա։ Մենք պիտի մեր սխալն ընդունենք, որ մեր դպրոցներում, մանկապարտեզներում մենք երեխաներին պիտի ճիշտ երաժշտությամբ եւ ճիշտ ուղղությամբ զարգացնենք։ Երբ որ ամեն բան կգա կընկնի իր տեղում եւ այս երաժշտական ճաշակը կսկսի ձևավորվել մեր փոքր երեխաների մոտ, հնարավոր է, որ մենք 50-60 տարի հետո ունենանք այն, ինչ որ ուզում ենք ունենալ, որովհետև բաց թողումը շատ մեծ է եղել հիմիկվա համար։ Եվ հիմա փոքր քայլերով փորձում ենք ինչ-որ բան փրկել, այն էլ նորից եմ ասում, չի փրկվում, առավել եւս այդ ազգային կտորներից սկսած, որ անունը ազգային կտոր է, որ բացարձակ կապ չունի ազգային կտորի հետ, դրանից սկսած այդ հարսանեկան ֆուրշետների ենթադրենք, տեսնում ես ազգային հարսանիք են անում, ասում են հայկական, ավանդական, ծիսական հարսանիք, բայց տեսնում ես հենց սեղանի սփռոցից հասկանում ես, որ կապ չունի սա հայկական, ծիսական, իհարկե, ես չեմ ասում, մենք գնանք, սենց վերանանք, լոկալանանք, դառնանք սենց մի բուռ ու այս աշխարհի հետ չառնչվենք, բնավ, սրա մասին չի խոսքը, բայց մենք փառահեղ ուրեմն երգեր ունենք, փառահեղ պարեր ունենք, որոնք փոխարինել ենք շատ վատով։ Համարժեքը չկա անգամ, էլի հիմա մեր արածի մեջ, էս է խնդիրը։ Բայց մի հատ պահ կա, որ հասանելիությունը կարող է հիմա ավելի բարձր, քան հին ժամանակներում ինտերնետի կամ TV-ի, բայց սովետության ժամանակ ինձ թվում է խնդիր ա եղել, բայց դրանից առաջ բայց հարցն է տարածումը հայկականի ու ավանդականի մի փոքր զիջում է մնացած բաների ռոպագանդային։ Օրինակ Հրանտ Թոխացյանը իր ոդկասթում պատմում էր, որ երբ որ ինքը Ռուսաստանում սերիալում նկարվում էր ու հայ տղամարդու դեր պետքա տաներ, տարազ էին բերել, որովհետեւ ադրբեջանականները ինքը մերժեց չհակավ, ասաց չէ հայկական բերեք, բայց լիքը մարդ կարա տենա ու չհասկանա այդ հայկականա թե ադրբեջանականա։ Հիմա էլ AI-ը սա խառնում է։ Որտեղ մենք գտնենք հայկականը որն է, որտեղ մենք տենանք ումից սովորենք հայկականը որն է, ոնց դրա պակաս ունենք, թեկուզ դպրոցներում, թեկուզ հաղորդումներով, ոնց հա կարանք գնանք ծես դիմենք կամ թանգարան գնանք տենանք այս հայկականն է, այդքանը իմանանք։ Բայց ոնց որ երեխաներին ծնողների մեծ մասը չեն տանում, ցույց չեն տալիս, երեխաները մեծանում են նենց ինչ որ տենում են TV-ում կամ հեռախոսներում, իմ ասած այնա որ հասանելիությունը մի քիչ եթե ավելի լայն լինի երեխաներին, կարող է սկսենք մենք էլ ավելի լավ տարբերակել հայկական, ադրբեջանական, թուրքական, պարսկական։ Դե հիմա այսպես ասած բազմակողմանի աշխատանք է տարվում տարբեր մարդկանց կողմից։ Հիմա ավելի լավ է, քան օրինակ 10-15 տարի առաջ։ Այո, հիմա մենք շատ ավելի լավ վիճակում ենք, քան 10-15 տարի առաջ, որովհետև հենց մենակ Արթուր Շահնազարյանը, կոմիտասագետ, մի հսկա ուրեմն հատոր է ստեղծել մանկական երգեր, խաղերգեր, որ սեբաստացիներ կրթահամալիրում երեխաները սովորում են, երգում են, այնտեղ չգիտեմ, մանկապարտեզի տարիքից սկսած մինչև
ավագ դպրոց երեխեքը ծանոթ են այդ երգերին, երգում են, պարում են կամ ասենք Գինոսյան Գագիկի իմ շատ սիրելի ընկերոջ այդ նախաձեռնությունը, որ դպրոցներում մտավ ազգային երգ ու պար առարկան եւ այսօր շատ կարեւոր առարկա է եւ այսօր ես չեմ կարող ասել, որ տեղեկացված չեն։ Իհարկե մենք աշխատելու շատ բան ունենք, այդ դաշտը շատ բաց է, բայց այնուամենայնիվ աշխատանքներ տարվում են կամ, չգիտեմ, կան բարեգործական հիմնադրամներ, որ իրենց ամբողջ գումարները իրենք կարող էին ուրեմն ներդնել մի հսկայական հյուրանոցի կամ ռեստորանային համալիրներ ստեղծելու համար եւ մեծ գումարներ վաստակել, բայց նախընտրել են օրինակ սահմանամերձ գյուղերում գնալ եւ ուսուցիչներին, չգիտեմ, դպրոցներին, մանկապարտեզներին, այսինքն արդեն ավագ սերնդին ներկայացնել ամբողջ տոնածիսական համալիրները եւ ճշմարտությունն ասել ու իրենց հետեւել, որ իրենք դպրոցներում միջոցառումներ անելիս անպայման ճիշտ ուղղորդվեն, ճիշտ մոտեցում ցուցաբերեն, այդպիսի հիմնադրամներ շատ կան, որից մեկը Հազար Վահան բարեգործական հիմնադրամն է, որի հետ ես ինքս էլ համագործակցում եմ եւ մենք ամեն շաբաթ մի մարզ գնում ենք այդ ամեն ինչը ներկայացնում ենք, այսինքն աշխատանք արվում է, բայց այնուամենայնիվ քիչ է, ակունքն էլ 50 տարուց ավել է նվիրված իր առաքելությանը աշխատում է, պետք է սա լինի գլոբալ մոտեցման արդյունքում, եթերներով, երբ որ ես 2009 թվականին Արևմտյան Հայաստանում էինք մենք խմբով, այնտեղ մի ալիք կար, որ առավոտից երեկո քրդական երգերն ու պարերն են իրանց ազգային աստվածը, հա, մեծ է սա պրոպագանդա չէ։ Մենք չունենք այդպիսի բան։ Մեր երեխան եթերով չի տեսնում այդպիսի բան։ Ամեն ինչ կտեսնի բացի դրանից։ Չի տեսնում եւ հետո մի օր էլ իրեն ինչ որ մեկը, որ վերապահում է խոսք ասի, կարա օրինակ ազգային պարողների կամ երկողների հանդեպ արտահայտվի տրեխավորներ կամ չգիտեմ, այսպիսի վիրավորական։ Ես որ նոր էի մտել դպրոց աշխատելու, երեխաները տարազով մարդկանց վրա ծիծաղում էին։ Ուշտ էին երեխեքը։ Այո։ Իրականում անսովոր է, ես իմ երեխա ժամանակ որ հիշում եմ, բոլոր մարդիկ տենց չգիտեմ կոժից սև կուրտկեքով, դուբլյոնկաներով սովետի դաստիարակության հետքերն էր։ Ստանդարտ մտածելակերպի մարդիկ են, երբ որ դու իրանցից մի փոքր ավելի տարբեր բան ես իրանում, ավտոմատ դառնում ես մարդ, որը որ sense չի ընդունվում։ Հա, չի ընդունվում, քեզ մի քիչ թարս են նայում, դժվար էր այդ ամեն ինչը, էլի։ Այն թվերից հետո հաղթարել եմ։ Հիմա տենում եմ, որ շատ տեղեր փոխվել է, հայկականի հանդեպ հետաքրքրություններ կա, նույն պարերը դպրոցներում բոլորը պարում են։ Մեզ մոտ պարը փայլուն առաջ խաղացում ապրեց Գինոսյան Գագիկի շնորհիվ, այդ որ ամեն ուրբաթ, ամսավերջին ուրբաթը ներողություն ինքը հավաքում էր Կասկադում, այդ պարերը սովորեցնում էր։ Մենք մեզ մոտ պարը հիմա ավելի լավ բարձր որակի վրա է մակարդակի եւ ամեն երկրորդը գոնե քոչարի կամ մայրոք է, գոնե մշոխոր կամ մայրոք է հաստատ պարում է կամ գյովընդ հաստատ պարում է։ Այ երկի իմաստով մենք դեռ չենք հասել դրան։ Մենք մեր երեխաները առաջինից 4-րդ դասարան անցնում են երաժշտության դաս, 4-րդ դասարանում իրենք ամբողջ դասարանով մի երգ չգիտեն։ Ասենք կաքավիկ մի հատ դասարանով երգեն դու լսես։ Ինչը շատ վատ է։ Այսինքն այստեղ մասնագետներն էլ էլի պետքա մի քիչ խղճով աշխատեն, հասկանան ինչ են իրանք ուզում է սերնդին տան։ Գիտեք ինչից է ինձ թվում է, որ պրիմիտիվ երաժշտությունը եկավ փոխարինելու մեր ոսկեղենիկ երգերին, կոպիտ ասած, իսկ պրիմիտիվն էլ ուղեղին շատ ավելի հասու է ու այլ ոնց որ չեն մտածում, մի քիչ բարդություն էր, բայց ավելի հետաքրքիր էր, բայց պրիմիտիվն էլ շուտ վերցնում են։ Ինձ թվում է երեխեքի պարագայում դա էր։ Օրինակ ես հիմա որ համեմատում եմ իմ դպրոցական տարիներին, դպրոցն ավարտելու տարիներին, ես իմացել եմ ազգային երգ ու պարի մասին 2016-17 թվականից սկսած, երբ որ ես միամիտ հայտնվեցի Սասնա Ծռեր խմբում։ Լրիվ միամիտ, ու ես չգիտեի, որ տենց բաներ կան Երևանում կամ առհասարակ կյանքում։ Հա։ Ես ինչքան էլ տանը լսել էի երգեր, ազգային երգեր, տատիկս աշխուղական երգեր է շատ ավելի սիրում, որովհետև ինքը ազգային երգերին կարող է եւ իրենց ստացած դաստիարակությունից էր գյուղերում, որ ազգային երգը այդքան շատ չէր, ինչքան աշխուղական երգերը։ Օրինակ ես հիմա ինքս չեմ երգում աշխուղական երգեր, ոչ թե չեմ ուզում երգեմ, այլ չեմ կարողանում երգեմ։ Բայց տանը լսելով աշխուղական երգեր ազգային 1-2 երգ ընդամենը ես չգիտեի, որ կա, օրինակ շատ այդպիսի երգեր կոմիտասյան ժողովրդական երգեր, այսպես ասած։
Դե հա, մեր երաժշտության ճյուղը բաժանված է, չէ՞, մենք ունենք ժողովրդական երգեր, որը Կոմիտասի գրառած երգ, որը հենց ժողովուրդն է ստեղծել, այսինքն հեղինակ չունեն այդ երգերը։ Իսկ աշուղագուսանական արվեստը արդեն աշուղների կամ գուսանների ստեղծած երգն է, որը պրոֆեսիոնալ երաժիշտներ էին, հա, որոշակի կրթություն ունեցող մարդիկ էին նրանք, որ ստեղծագործում են։ Իսկ օրինակ այս երգերը, որոնք շատ բարդ են, եւ կատարելը եւ լսելը, սա մի հասարակ գյուղացի է ստեղծել։ Այդ Լորվա գութաներքը ամենահայտնի Կոմիտասի, որ համաշխարհային գլուխգործոց է, դա մի գյուղացի պապիկ իր հողը վարելու ժամանակ ինքը դա հնարել է ուղակի։ Դա ինքն է ստեղծել, ուրիշ ոչ մեկ չի ստեղծել։ Կամ մեր մյուս երգերը, այս նույն հարսանեկան երգերը, սա իրենք ստեղծում էին, իրենք էին հնարում, իրենք են որոշել այդ բառերով երգել։ Ոչ մի կրթված մարդ չկար, որ ասեր, գիտես չէ, այս բառի փոխարեն այս բառը պիտի դնենք։ Այդպես զգում էին եւ այդպես էլ երգում էին։ Եվ դա ճիշտ է։ Հետաքրքիր բան կա, որ բոլոր երգերը պատմություն են, սկզբից մինչև վերջ պատմություն են։ Նույն այդ ընտանիքների ամուր լինելու հետ կապված, այդ իմ կարծիքն է, ոչ մեկին չեմ պարտադրում, բայց երբ որ լսում ես հին երգերը ու նոր երգերը, ոնց են առաջ երգերում սիրել իրար, ոնց են հիմա երգերում իրար սիրում, շատ տարբեր է։ Այն ժամանակ շատ ավելի սիրուն է։ Նույնիսկ հիմա ավելի շատ բռնություն կա երգերի մեջ, քան առաջ էր։ Ուղղակի երգես, որ թևիկս կամուրջանի, քեզ որով մեր տուն տանում են, շատ ավելի հետաքրքիր է։ Ավելի խորը, ավելի, այսպես ասած, նաև հումորով կարելի է նայել դրան, ավելի հետաքրքիր երգեր կան, չէ՞ որ դա ինչից էր, ժամանակաշրջանից էր, միջավայրից էր, որովհետև այն ժամանակ ոչ մեկի չէր կարող կանգնել ասել ես քեզ սիրում եմ։ Չկար այդպիսի մշակույթ։ Եվ եթե հանկարծ այդ գյուղում տեսնեին այդ աղջիկ այդ տղայի հետ կանգնած խոսում է, վերջ, նրա վերջը եկել էր։ Նա իրավունք չուներ դա անելու։ Ու քանի որ այս երիտասարդներին մնում էր միայն ուրախ առիթներին երգի միջոցով հասկացնել, որ ես քեզ սիրում եմ։ Ինքը այլ ընտրանք չուներ։ Օրինակ մի այդպիսի հետաքրքիր երգ ունենք, տնեն իլար, հա, ինքը աշխատանքային ժանր է, Սանդի երգերի շարքին է դասում, բայց իր ամբողջ տեքստը սիրո քնարական է։ Տնեն իլար դու կայնար դուր, մեջքդ բարակ խանչարի պյուր, քյամին էզար իտուր շուրմուր, ես քյու սիրուց շիվարուծուր։ Պատկերացնում եք ինքը սանդած է եցում այդ պահին, բայց ինքը այդ աղջկան հասկացում է, որ դու տանից դուրս ես եկել կանգնել ես, ես գրեթե խելագարված եմ, չկամ, առանց քեզ չեմ կարող ապրել։ Եվ շատ երգեր ունենք, որ աղջիկը զուգահեռաբար պատասխանում է տղային։ Օրինակ մի այդպիսի երգ կա, է պատասխանել։ հենց պարեշքի ժամանակ ա եղել, որ հենց օրինակ այդ Լաչինի մանանը, որ երգում են, տղան ասում է իր գունարի մեր մարակը, հետը տել բեր ձեր ճրակը, ժամադրում է աղջկան։ Աղջիկն ասում է Էմանարի մարդ չիմանա, մենակ ես ու դու իմանանք երգի տեքստը, այսինքն իրանք իրար թաքուն ժամադրում են, բայց նենց կգաս հանկարծ գյուղում շատ աղմուկ չբարձրանա, որտեվ եթե գյուղում իմանան, որ այս աղջիկը մարաքում կամ զոխերի հանդը պիտի հանդիպի այդ տղային, վերջ, այլ ընտրանք չկար, ուզեն, չուզեն, պիտի ամուսնանան իրանք իրար հետ, վերջ, արդեն հայտարարություն։ Դե չեմ կարող ասել։ Մեր երգերը, պարերգերը մասնավորապես երկխոսություն է, երկու սիրահար զույգերի երկխոսություն է։ Ինչ է երգեր կան, որ երգում են համել հանդիպել տան հետև, չէ՞, տան հետևում հանդիպել։ Դա էլ է շատ սիրուն էլի։ Դե հա, դա ժամադրության միակ ձևն ու մեթոդը դա էր։ Դրա համար անցած ոդկասթին, որ խոսում էինք ծիսակարգերի մասին, շատ ինչ-որ խիստ ծիսակարգեր են էլի, բայց համել հույս ունեինք, որ գոնե մի քիչ իրար տեսել են, հավանել են, նոր են ամուսնացել, ու դա օրինակ բերում, որ երգերի մեջ կա, որ աղջիկն է, չէ, տղուն հավանում, ընտրում կամ թեկուզ այդ տան հետևում հանդիպելու մասին։ Մտածում էի, որ գոնե շատ քիչ ծիսակարգերը մի քիչ ավելի մեղմ է եղել։ Չգիտեմ մեղմը, բայց եկեք համաձայնեք, որ այդ թաքուն սիրո արտահայտման ձևը ավելի լավ է ու ավելի սիրուն, քան այս հիմա այն ինչ որ կատարվում է, այլ ես մի քիչ շատ չափից մի քիչ սիրուն չի նայվում։ Ամեն ինչի մեջ պետք է այդ քնարականությունը լինի, այդ թաքուն սերը լինի, ռոմանտիկան լինի։ Հիմա այդպես հասանելիությունը շատ է ու շատ է այդ հասանելիությունը եւ դա
Գիտեք, եվրոպական արժեքներ չի նշանակում սահմանից դուրս գալ։ Սրանք տարբեր բաներ են։ Մենք կարող ենք ժամանակի հետ քայլել, բայց սահմանները չխախտել։ Միանշանակ ես համաձայն եմ ձեզ հետ։ Հիմա խախտված են այդ սահմանները։ Այս է ամբողջ խնդիրը։ Եվ իհարկե հարսանեկան ծեսի սահմանն էլ է խախտված։ Որը շատ ափսոսում եմ, ու քանի որ մենք տարբեր հարթակներում, որտեղ որ շատ դիտելիություն է, TikTok-ում, Instagram-ում ունենալու ենք կարճ ռիլեր, մի այսպիսի հարց եմ ուզում ձեզ տամ, որ երևի թե կկտրենք կապված ափսե ջարդելու հետ եւ կուժ ջարդելու հետ, որն է ճիշտ, որն է հնդկական, թուրքական կամ չգիտեմ, պարսկական ավանդույթ եւ արդյոք դրանք երկուսն էլ ճիշտ են, թե ոչ։ Առհասարակ հայերի մոտ այդ կուժ կոտրելը չի եղել։ Ափսե կոտրելն է եղել եւ Լալայանը եւ Շահնազարյանը Արթուր իրենց գրքերում գրում են, որ ափսեները դնում են եւ զույգ ոտքով կոտրում էին այդ ափսեները, իսկ կուժի մասին ես ինքս ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Սա տեսել եմ ավելի շատ այդ թուրքական բաներում, ֆիլմերի հետ կապված փոքր ռիլեր, որ բերում են, այդ հատվածներում եմ տեսել։ Ես հնդկականն էլ եմ իրենց վերսիան տեսել։ Հա, հնդիկների մոտ կարող է լինի, բայց հայերը որպես այդպեսին չեն ունեցել այդ կուժ կոտրելու պահը, այն էլ մեջ է այդքան մետաղադրամներ, բան մենք այդպիսի ավանդույթ չենք ունեցել։ Այ ափսե կոտրելու ավանդույթի հետ կոտրելուց հետո թե ափսեն ինչ էին անում, մեր մոտ տարբեր տարածաշրջաններում տարբեր է եղել մոտեցումը։ Օրինակ, մի տարածաշրջանում ասում են, որ այդ փշրված ափսեների կտորները բաժանում էին նոր չամուսնացածներին, աղեբլիթի նման սիմվոլ ունեցել, որ դնեին իրանց բարձի տակ, գիշերը ով կգար իրանց երազին, ուրեմն իրանք այդ տղայի հետ կամուսնանային։ Մի մասն ասում է, որ օրինակ մշո կողմը այդ ափսեները կտուրն են նետել, որպես չարխափան բնույթ ունեցող երևույթ, որ չարը բարձրանա կտուրը, հեռանա, ընտանիքին աչք չկպնի, առհասարակ այդ ափսե կոտրելու բնույթը հենց չարը ոչնչացնելու համար էր ափսեն, որ կոտրում էին։ Հացը գցելը խերու բարաքյաթի մասին էր, հա, որ հարսը այսպես ասած ղսմաթով լինի այդ տան հարսը։ Իսկ կուժի մասին ինֆորմացիա ես կոնկրետ չունեմ որպես այդպեսին։ Գիտեմ, որ հայերեն չի, իմ իմացած տվյալներով հայերեն չի։ Իմացած տեղեկություններն էլ են հենց այդպեսին։ Հա, հայերեն չի, հայերը չեն ունեցել։ Իսկ էլ ինչ ծիսակարգ հիմա չասենք հիմա։ Երևի հիմիկվա հետ չի բռնում ծիսակարգ բառը, ինչ են անում հիմա հարսանիքների ժամանակ, որը սխալ է։ Սխալ է, հայկական չի ու հայկականի անվան տակ անցնում։ Եվ շատ կուզենք փոխվեր։ Օրինակ այդ ոտքին այդ օղ գցելը հայկական չի։ Այդպիսի բաներ են անում։ Հա, ինչ-որ sense բան են գցում, հետո տղան գնում է այդ հանում է հարսի ոտից։ Դա եվրոպական, ամերիկյանն է շատ ավելի։ Ամերիկյան, հա, դա մերը չի ընդհանրապես։ Առհասարակ հագուստից սկսած արդեն հայերեն չի։ Մեզ մոտ Երևանյան տարազն է միայն, որ սպիտակ գույն է եղել։ Մենք սպիտակ չի, մեր հարսի շորը սպիտակ չի եղել, կարմիր է եղել։ Արդարացումը կարող լինի, որ հիմա Երևանում ենք, էլի Երևանյան տարազ ենք։ Երևանյան շատ ու շրջանում արդեն Երևանյան տարազ ենք ունեցել, որի գույնը սպիտակ է եղել, էլի 19-րդ դարից սկսած, այո, առաջին նմուշը, եթե չեմ սխալվում, Տերյան մշակութային կենտրոնը կարեց, որ շատ սիրուն նմուշ է, մինչ այդ կարմիր է եղել մեր հարսի հագուստը։ Հագուստից սկսած սխալ է, կամ օրինակ այդ որ հարսին բերում են փեսայի տուն, նույն այդ մեղրը, կոնֆետները, հա, այդ կոնֆետները արդեն հավելյալ հետո են առաջ եկել, եղել է մեղրը, ափսեն եւ լավաշը։ Ու պարտադիր թակվորի մորը պիտի կանչեին, որ նոր ինքը դուրս գար այդ երգը, մենք քանի նմուշներ կան եւ դանդաղ տարբերակներ կան եւ արագ տարբերակներ կան, թակվորի մորը հրավիրում էին, որ հարսին ու փեսային գար դիմավորեր, այսպես ասած, թակավորին ու թագուհուն։ Այդ ոչ մի բանն էլ չի պահպանվել։ Հիմա ինչ որ կծկտուր ազգային ծիսական հարսանիք են ասում, թրի վրա մի հատ անհայտ ծագման, չգիտեմ ինչ են փաթաթում կտոր, մի հատ խնձոր են դնում եւ ասում ազգային հարսանիք։ Այդպես չի եղել ազգային հարսանիքը։ Մենք մի հարսանիք արեցինք, որտեղ անգամ շորերը կարելու process-ը մենք այդպես նկարում էին, տաղավարների էին բաժանել, առաջի օրը սա էր, երկրորդ օրը սա էր, երրորդ օրը սա էր եւ կտրում էինք իբրև թե այդ հարսի շորը, իբրև հետո կարում էինք, հետո հագցնում ենք, այս է ազգային հարսանիքը, բայց մենք մեկ օրում վստահ եմ, որ կկարողանանք, եթե այդ գիտելիքին տիրապետող լինի այդ հարսանեկան կազմակերպությունները, ովքեր որ անում են,
իրենք մեկ օրում կարող են այդ ամեն ինչը մեկտեղել եւ ստանալ սիրուն հայկական արժեքավոր հարսանիք։ Իսկ իրենք որտեղից կարան իմանան։ Տարբեր գրքերից ինֆորմացիան եկեք ասենք որ ասենք մենք ասել ենք որ մենք ասել ենք ճիշտ է դե ասեցի արդեն պետքա կարդան որ իմանան եկեք հղում ուղարկենք բոլոր հարսանեկան կազմակերպություններին որ ձեր կազմակերպած հարսանիքները շատ ամուր լինեն ընտանիքները լավը լինեն որակով լինեն կարող եք օգտվել տարբեր գրականությունից օրինակ Արթուր Շահնազարյանի կոմիտասագետ կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի 7 օր 7 գիշեր հարսանեկան ամբողջ այդ ծիսահամալիրը գրառած այդ գրքի մեջ ընդ որում կետերով թե ինչպես պետքա սկսել ուր պիտի գնալ սրանից հետո որը պիտի անել ոնց պիտի անցում կատարել սրան հսկայական այդ պլան այսպես ասած տրված է կարող են հանգիստ օգտվել եւ իհարկե ավելի խորքային գիտելիք չեմ կարծում որ կգնան գրադարանում կնստեն կկարդան Լալայանն է Երևան որ մենք որպես ինֆորմացիա տիրապետում ենք դրան Դե անհատ մարդը կարող է չկարդա, բայց եթե հարսանիք կազմակերպող են ու իրանք ասում են հայկական հարսանիք են կազմակերպում, իրանք պարտավոր են, էլի։ Օրինակ, եթե ես կազմակերպիչ լինեի հարսանեկան, նորություն է Հայաստանում, կարելի ասել հիմա այսքան մեկ դար որ անիմաստ ծիսակարգեր կամ չգիտեմ ինչեր անելուց հետո նորություն է հայկական ավանդական հարսանիք անելը ու հաստատ 1-ը, 2-ը, 3-ը հաստատ կուզեմ որ իրենց հարսանիքը հենց բուն ավանդական լինի թող դիմեն Շահնազարյան Արթուրին կարող են ժամանակ տրամադրել ուսումնասիրել ինչու ոչ եթե լինեն օրինակ սեմինարներ հարսանիքին նվիրված կարծում եմ որ շատ մարդիկ կլինեն որոնք կուզենան իրենց հարսանիքները չնայած որ կարծեմ մի քանի տարի առաջ տեսա որ կա մի հարսանեկան կազմակերպություն կարծեմ Թոնիր որ կազմակերպում են հայկական ավանդական հարսանիքներ ու շատ գեղեցիկ ձևով են կազմակերպում։ Ընդհանրապես ինձ ծանոթ չի ինչ որ դուք ասում եք, հարսանեկան եթե մենք խոսում ենք ազգային արժեքների մասին, ուրեմն ես դրան շատ խստորեն եմ մոտենում, իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Հա, այդ անգամ մասնակցող ազգագրական խմբերը, որ այսօր գնում են, հա, մենք տեսնում ենք գնում են, երգում են, պարում են եւ այլն, այսպես ասած լրացնում են, անգամ իրենց հագուստները հայկական չի։ Ինչ մնաց իրենց արածը հայկական լինի։ Եվ երբեմն լսում ես այնպիսի երգ են ընտրում ու այնտեղ կատարում, որ ընդհանրապես կապ չունի դա հարսանիքի հետ։ Շատ վատ է սա։ Չէ՞ որ մենք որ արդեն այդ կներեք, երբ որ մենք այդ հագուստը հագնում ենք, արդեն մենք ճաշակ թելադրող ենք դառնում ակամայից, ոչ թե ես ինձ կամ մյուսին մեծարելու համար եմ ասում, ակամայից դու դառնում ես դոմինանտ դիմացինի համար, անկախ քո ցանկությունից, եւ ինքը տեսնում է ինչպիսին դու ես, ու եթե նա քեզ վստահել է, փորձում է նա այդպիսին լինել, ուրեմն դու այս դեպքում սխալվելու տեղ չունես ուղղակի։ Եթե սխալվել ես, ուրեմն կնշանակի դու մոտ 3-400 հոգու 5 րոպեում սխալ դաստիարակություն ես տվել, որը շատ վատ է։ Մենք ի վերջո մենք ոնց ենք ձևավորվում ինֆորմացիայի արդյունքում, չէ՞, դա կլինի գրականություն, երաժշտություն, չգիտեմ, բոլոր ճյուղերը։ Դա կլինի 5 րոպեանոց ինֆորմացիա, թե կլինի 4-5 օրանոց, թե կլինի 2 ժամ մի ֆիլմ դիտելուց հետո, դա ինֆորմացիա է, երբ որ մարդը վերցնում է, սկսում է անցկացնել իր միջով եւ ձևավորվել։ Այսքան կարճ ասած հոգեկերտվածք է ձևավորում։ Ու եթե դու կարող այնտեղ լինելու ես 30 րոպե եւ այդ 30 րոպեում դու սխալ բան ես ձևավորել այդ մարդկանց մեջ, դու պիտի չլինես ուղղակի։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ։ Սա է ողբերգությունը եւ խմբերի 90%-ն են խեղաթյուրել այս վիճակը։ Այն որ իբր թե կարողացել են ազգային, չգիտեմ, ինչ որ այս կամ այն ծեսը անել։ Օրինակ մի դրվագ տեսա, որ խաղողորնեքին հարսանիք էր բեմադրված։ Չկա նման բան։ Մենք կատեգորիկ իրավունք չունենք նման բան անելու։ Խաղողորնեքի ծեսին հարսանիք դա անհնար է։ Մենք ոչ մի ազգագրական աղբյուրում չունենք նման բան։ Եվ անթույլատրելի է, բայց այդտեղի 1000 հոգին չիմացավ, որ դա անթույլատրելի է։ Հիշենք վերհիշենք կողբի մեր վարդավառը, որ կողբի ժամանակ էլ ինչ որ տես նմանատիպ մի քանի տարի առաջվա վարդավառին է վերաբերվում, որ էլի ինչ որ բաներ էին բեմադրել, որոնք բացարձակ կապ չունեին ավանդական եւ հարսանիքի եւ վարդավառի հետ։ Հա, այդ հենց տեղից է գալիս։ Հայկ Նահապետը դուրս էր գալիս եկեղեցուց։ Հա, տեսեք, չի կարող էլի, ուղղակի չի կարող։
Այլ հարց է, իհարկե, մենք բոլոր հին ժողովուրդներն էլ իրենց պատմությունը, եթե քրիստոնեություն են ընդունել, իրենց պատմությունը բաժանված է երկու մասի, նախաքրիստոնեական եւ քրիստոնեական։ Իհարկե պետք է արժևորել նախաքրիստոնեական շրջանը։ Ի վերջո հիմա մեր այն ինչից որ մենք խոսում ենք, այս ամբողջ հարսանիք ծես, անգամ մեր ամբողջ երկերը, սրանք նախաքրիստոնեական շրջան են։ Ամբողջ երկերը։ Շարականների մեծ մասը Ամբողջը եւ այդ ժամանակաշրջանը մենք չենք կարող մոռանալ, բայց եթե մենք ներկայացնում ենք դա, ուրեմն դրա մեջ պիտի ներկայացնենք։ Եթե ներկայացնում ենք քրիստոնեականը, արդեն քրիստոնեականով պետք է եկեղեցական ծեսը պետք է ներկայացնենք։ Այնքան է խառնվել իրար, որ եկեղեցական ծեսն ու ազգային ավանդույթը հեթանոս ժամանակաշրջանը ամբողջությամբ ցած խառնվել է իրար, ոչ մեկ ոչ մի բանից գլուխ չի անում։ Լավ, սա ինչի համար է, նա ինչի համար է, նա ինչի համար է։ Ու ես որպես սովորական մարդ խճճվում եմ այդ ամեն ինչի մեջ, չեմ հասկանում որն է ճիշտը։ Հեթանոսությունն էլ է շատ սխալ ներկայացված, որտեղ ինքնակոչ մի քանի իրենց կարծիքով քուրմեր կան, որ սխալ ինֆո են տրամադրում մարդկանց ու շատ սխալ ինֆո են տրամադրում։ Հա, դե այդ եմ ասում էլի, այսինքն եթե դու ինչ որ բան ես ասում ու քեզ պիտի լսեն, ուրեմն շատ զգուշավոր պիտի մոտենաս։ Նախ ինքդ քո նկատմամբ, որտեվ դու ինքդ քեզ պիտի հարգես առաջինը, որտեվ քո խոսքը քեզ համար առաջինը պիտի օրենք լինի, ճշմարտություն լինի, հետո նոր դիմացինի։ Եթե դու քեզ ժխտել ես այդ ճշմարտությունը, դու չես կարողանում ինքդ քեզ համար պահել, հետեւաբար դիմացիններին ստելը շատ հեշտ process է։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ձեզ մի հատ հարց տամ, ձեր ոդկասթի ժամանակ Sputnik-ի ասում եք, որ մենք ունենք երգեր, որ կարող ենք 7 օր 7 գիշեր հարսանիք անել ու երգել։ Որ խնդրեմ կասեք այդ երգերի մասին, որովհետև բոլորը հիմա հարսանիք անելուց ասում են, դե չի լինում սրա տակ ապարել, չենք կարող քեֆ անենք, սենց չի լինում, նենց չի լինում, ու ստացվում է, որ ոչ այդքան լավ երգեր ենք լսում հարսանիքների ժամանակ, որ ապարենք։ Այ, այս ամենացավոտ բանն է, այս առհասարակ բոլորիս համար ցավոտ բան է։ Մեր ժանրերից ամենաշատ, այսպես ասած, պահպանվածը պարերքի ժանրն է։ Ինչու՞։ Որովհետև նախկինում, նորից կրկնվեմ, չկային այդ գործիքները, մարդը ինքն էր ստեղծում իր համար, իր ուրախության ժամանակ իր երգը եւ իր պարը։ Ինքը երգում էր, ինքն էլ պարում էր։ Հետևաբար, պարելով երգել կամ երգելով պարել, պարերքի ժանրն է ձևավորվում։ Եվ մենք այնքան այս հիմիկվա բան մակարդակում ասած այդ ճակերտավոր 6-8-ը ունենք, հա, որտեղ 6-8-ը չափ է պարզապես երաշտական։ Ուղղակի չգիտես ինչի, հենց մի հատ ուրախություն լսում, ասում են սա 6-8 է։ Այնքան վիրավորական է իրականում 6-8։ Կարա հանգիստ 2 քառորդ լինի, սկով ասեմ որ դա 6-8 է։ Ուղղակի հենց պարային ռիթմը ասում են հենց 6-8։ Մի քիչ արիստոկրատ վիճակի է գալիս 18-ը, որ բարդ է արդեն։ Բայց ինքը պարա բան է, էլի։ Այսինքն այդ 6-8-ի մեջ շատ երգեր մենք ունենք, ասենք օրինակ Քելեցի չոլթապեցի, ֆլդա հետիվ սիշեցի, թուղ աչքերը լացուցին, դասմալը գոդուն քաշեցի, հանգիստ սրատակ կարելի է շատ սիրուն պարել կամ լեն թուփու կանաչ տերև, լեն թուփու կանաչ տերև, լեն թուփու կանաչ տերև, բեր պակեմ զահաչից վերև, չի լինի սրատակ պարել։ Շատ սիրուն կլինի։ Կամ թալիշ ու ճամփենդուզա, յարաման աման աման ամանեյ ու յաման ամանեյ ու յաման, Անտոն գայնե աշխենը գուզա խորոդե աշխենը, գոլոդե աշխենը, հանգիստ կարելի է երգել սա։ Դուք սա Instagram-ում ունեք։ Ես իմ բոլոր, չգիտեմ, ռիլերում մի շրջան մենակ այդ երգն էի օգտագործում։ Եվ այսպիսի երգեր բազմաթիվ են։ Ես ու յարս ջահել ենք, հոյնար նարենար, պայմանար է կապել ենք, համոսկի գուզեմ յարո ջան, համար ձթեք համար։ Հենց այս երգն էի ուզում, որ իմ հարսանիքի։ Հանգիստ կարանք, չի պարենք, այդ ժողովրդի իմացած 6-8-ն է եւ հանգիստ սրատակ կարելի է։ Ես անհամբեր սպասում եմ այդ երգի թողարկմանը։ Հա, ինչ պարտադիր է, որ պարտադիր պետք է լինի, մտածեմ, որ դա է հայերենը։ Ու հանանինանել մի հատ նենց բառերով են երգում, լեյլմ լելե երգը մի օր լսեցի լելիմ լելե քրդական акցենտով։ Իրականում այդ երգի համար Բաքվի։ շատ, հա, գիտեմ, ես եմ լսել, գիտեմ ինչի մասն է խոսքը։ Իրականում այդ երգի հետ կապված շատ վիճելի մոտեցումներ կան, մի մասն ասում է դա քրդական է, մի մասն ասում է հայկական է։ Բնականաբար մենք չենք կարող չխառնվել, հա, եկեք մենք Միանշանակ միանշանակ մենք ապրել ենք դայերով եւ մեր
մշակույթները խառնվել են։ Պարզապես մենք ունեցանք Կոմիտաս, որ ինքը գրառեց մերը, ասեց սա ես դու, սա է քո տեսակը, դու այստեղ ես երգում։ Եվ ինչպես նաև քրդերի համար Կոմիտասը գրառեց, եթե չեմ սխալվում 22-24 երգ գրառեց եւ ասեց ձեր երգները սա է, դուք էլ այսպես եք երգում։ Եվ մի անգամ ես պարոն Շահնազարյանին հարցրեցի, լավ, օրինակ դիտարկենք Հանինան, ամենահայտնի երգը, հա, Հանինանինանինա, Հանինանինանինա, Հանինա ես ու դու, այսի օրինակ այս նույնը երգում է օրինակ քուրդը էլի, տարբերությունը որն է այս հայի եւ քուրդի երգացի։ Ամեն ինչ ասեց կատարման ձևի մեջ է, իհարկե դաշնավորով ինքը այնտեղ նոտաներ ցույց տվեց, որ մենք այսպես ենք անում իրանք այնպես, ասում է, այդ լադը նույնն է, նույն եգիպտացիների մոտ, հայերի մոտ, հնդիկների մոտ, դա նույնն է, թե դու ինչպես ես ծավալվում դրա մեջ, ինչպես ես կատարում այդ process-ը, այդտեղ է հասկացվում հայկականը, քրդականը կամ թուրքականը։ Ու այդ ինչի եմ այսքան մանրանում, այդ անձը ով գցել էր, այ իր կատարման ձևից էր։ Այդ նույն երգը կարելի է հանգիստ երգել Լեյլամ լելե լեյլամ լելե լելե մայրո սևիկ սիրուն շատ խորոդիկ մայրո, բայց այս նույն բանը ես կարամ երգեմ լեյլամ լելե լեյլամ լելե լելե մայրո։ Կարճացնում են։ Այս որ երգում եք հասկանում մասին եք ասում։ Սևիկ սիրուն շատ խորոդիկ, օրինակ կարամ սենց երգեմ, հա, կարա ավելի վատ լինի, օրինակ մեր լսած տարբերակը։ Չէ, չես պատկերացնում պատկեր։ Օրինակ մեր լսած տարբերակը իսկապես վատ էր եւ շատ սիրուն տարբերակներ կան։ Շատ չհայկական էր, էլի, շատ չհայկական, ինչ որ սահմաններ կան, որ դրանք տանելի են։ Մտածում ես լավ, ոչինչ, բայց այդ սահմանը հատած էր էլի ամբողջությամբ, բայց դե ինչևէ, ես չեմ սիրում քննադատել, ես սիրում եմ աշխատել, առհասարակ մենք կարծում եմ այդպեսին պիտի լինի մեր տեսակը, պիտի անձայն աշխատել, գնալ առաջ եւ հնարավորինս դա լուսաբանել, տալ ավելի լայն լսարանի ու դաստիարակել, սա է հաղթանակը, թե չէ իրար քննադատելով մեկը մյուսին իջացնելով մենք ոչ մեկս ոչ մի արդյունքի չենք հասնի, ինձանից սկսած, դա ամենավատ բանն է։ Քննադատելուց բացի պետքա ոչ թե քննադատելուց ասելուց որ այդ հայկական չի, պետքա ցույց տալ համել հայկականը, որ դուք շատ լավ անում եք։ Օրինակները պետք է էլի, որովհետեւ երբ որ ես ինչ-որ մեկին ասում եմ, այս մարդու երգածը հայկական չի, օրինակ քրդական է, հետո միշտ գտնում եմ որ ցույց տամ չէ տեսեք էսա հայկական է, ինձ երկար ժամանակ է տանում։ Ես դուք միանգամից կարող եք երգեք ու ցույց տաք որ դա հայկական է։ Ընդհանրապես ես շատ եմ հետևում Շահնազարյան Արթուրին եւ առհասարակ ինձ համար Արդեն մենք էլ։ Հա, շատ կարևոր մարդ է այս սֆերայում։ Արթուրն ինչ է ասում եմ մեր ճարտարապետության նման է մեր երաժշտությունը։ Եթե մոտ եք երկում այդ ճարտարապետությանը, այս բնությանը, ուրեմն այդ հայերենն է։ Մենք չունենք այդ բաները, այդ նախշերը, այդ ավելորդ մելիզմները, հայը չունի, հայ խոսքում էլ չկա։ Նույնը գորգում չկա։ Այո, մեր գորգում էլ չունենք։ Մաքուր հայկական որևէ բան վերցրեք եւ երաժշտությունը համեմատեք։ Կտեսնեք դուք ինքներդ կնայեք այդ նախշին ու կսկսեք ուղիղ երգել առանց այդ խաղիկների։ Վիշապագորգում չկան, հստակ նշված Իհարկե, պատկերներ են։ ինքնա դուք չեք էլ գիտակցի, որ դուք ուղղակի ճիշտ եք երգում։ Դուք նայեք այդ նախշին, քանդակ կլինի, գորգ կլինի, այդ նախշին նայեք եւ այդ նախշի նման փորձեք երգել։ Դուք ավելորդ ոչ մի խաղիկ ուղղակի չեք կարող անել, որտեղ չկա այնտեղ տենց բան։ Շահնազարյան Արթուրը 400 նմուշ երգ բերեց ակունք, որը նորություն էր ակունքի համար։ Եվ մենք այդ երգերը մաքրեցինք, ձայնագրեցինք, դրա հարսանեկան ծեսն ամբողջովին հացի արարման շարքն իր առավոտվա լուսադեմ 4-ից սկսվում, մինչև որ արդեն ալյուրը հասնում է թոնիր, որ պիտի դառնա լավաշ, արդեն թխվում է ամբողջ, ոնց են տափանանում, ամեն ինչը, ոնց են ցորենը ցանում, ոնց են քավում, ոնց են տանում ջրաղաց, ամբողջը երգային տարբերակով մենք կատարում ենք, որը բերել է Շահնազարյան Արթուրը։ Ամբողջ նարեների շարքն է բերել, այս ինչ որ ասում եմ, ես ամեն մի այդ շարք ասվածի մեջ առնվազն 30-25 նմուշ երգ է մտնում, էլի,
որը մենք կատարում Կարան ենք։ դառնան ալբոմներ, որ աշխարհահռչակել ինչ որ դառնան։ Մեծ ուրեմն աշխատանք են կատարում, հիմա էլ արդեն բարեկենդանի երգերի վրա ենք աշխատում, համբարձման տոնի երգերը ամբողջությամբ ուրեմն սովորում ենք, սովորել ենք մի մասը։ 52 տարեկան է, չէ՞, ակունքը հիմա։ Հա, 50 եւս 150 տարի հետո մենք չենք լինի, բայց գոնե հանգիստ կլինենք, որ պահպանողներ կլինեն։ հա, միանշանակ պետք է Ճիշտ առաջ սերունդ տանել, դաստիարակել, որ եւ մենք հիմա այդ գնահատեն։ փոքրերի խումբն ենք բացում, որ արդեն սերնդափոխությունն էլ անենք, այդ ստուդիան ունենանք, որ ակունքը միշտ ունեցել է, ստուդիա դադարել է այդ պետական ոչ պետական լինելու արդյունքում, հիմա վերականգնում ենք այդ ամեն ինչը։ Ձեր գործին հաջողություն, որտեղ Մերսի, սաղից բոլորիս աշխատանքն է դա, մեր պարտքն այո, է։ փրկությունը հենց այդտեղ է։ Այո։ Ես դες մի հարց ունեի, ճիշտն ասած, հարսանիքների մի քիչ կոպիտ ասված սեզոնի մասին, որ գարնանը, ձմռանը եւ ամռանը հարսանիքներ չեն եղել, հենց հիմնականում աշնանն են եղել, դրա մասին մի փոքր խոսեինք եւ նաեւ ինչ երգեր կառանձնացնեք հենց խնջույքներին ինչեր են երգել։ Դե աշունն են արել հարսանիքը, որտեղ բնականաբար յուղացու կյանքը գարունը ահավոր թեժ էր, չէ՞, ինքը պետքա վարեր, ցաներ, ստեղծեր, արարեր, հետո արդեն պիտի գար մեծ պասը, որը չէր թույլատրվում հարսանիք անել, հետո արդեն մայիս ամիսն էր գալիս, որը հարսանիքան ամիս չէր, Իսկ ինչու՞։ ավանդույթի ասում են, որ չի թույլատրվել այդ ժամանակ հարսանիք անել։ Հայկական է, այսինքն Հա, մեր ավանդության մեջ մտած է։ Եվ բնականաբար արդեն սկսվում էր բերքա հավաքը, այսինքն գյուղացու այստեղ էլ է, էլի կենցաղից է գալիս ամեն ինչ։ Տեսեք, ոչ մի բան օդից վերցված չի, որ հենց աշունը գալիս էր արդեն բերքա հավաքը, արդեն ամբարման շրջաններ, ամբողջ ամառ, հա, ժողովուրդը ամբարում էր իր, այսպես ասած, հացը, որ կարողանար հանգիստ ձմեռը դիմավորել։ Եվ ինչու աշունը, որտեղ աշունը առատ էր արդեն, ամեն ինչ կար աշնանը։ Եվ մեր երգերում մենք շատ տողեր կլսենք, որ ասում աշուն գա հարսնիք անեմ, աշուն եկավ հարսնիք կանեմ, աշուն կգա հարս կտանեմ, մենք շատ քառատողեր ունենք եւ հենց սա էլ է ապացուցում, որ այդ հունձ անելու կամ չգիտեմ վարուցան անելու կամ բերքա հավաքի ժամանակ այդ հենց սիրուն երգեր են երգվել, որ տղան աղջկան ասել է համբերի աշունը կգա հարսնիք կանենք, քեզ քո յարի տուն կտանենք, ասենց օրինակ սիրուն հետաքրքիր տողեր կան, մի հետաքրքիր երգ կա, աղջիկը հորը խնդրում է, որ ամուսնանա, ավելի շուտ արդեն աղջիկեն տարիքում է, որ հայրը պիտի ամուսնացնի ու անընդհատ ասում է աղջիկ քեզի ֆիստան կարեմ, աղջիկը պատասխանում է չեմ ուզեր խերո, չեմ ուզեր, ասում է կարմիր նխշուն թելերով կարեմ, չեմ ուզեր խերո, չեմ ուզեր, աղջիկը անընդհատ չեմ ուզեր է պատասխանում, հայրը հասկանում է երևի, որ աղջիկը ինչ-որ ուրիշ տղային է, էլի, ուրիշ տղայի է սիրահարված, ասում է աշուն եկավ հարսնիք կանեմ, աղջիկն ասում է Էդ կուզեմ խերո, էդ կուզեմ, քեզ քո յարի տուն կտանեմ, էդ կուզեմ խերո, էդ կուզեմ։ Տեսեք, հայրն էլ այսպես ասած աղջիկը երկխոսության մեջ դե կյանքն է այդպեսին։ Հիմա հոմիշտ այտենց խիստ չեն եղել մեր պապաները։ Իհարկե։ Պապաները եղել են, որ իրենց աղջիկների հետ սիրուն հաճելի զրուցել են, անգամ երգի միջոցով։ 200-300 ամյակում ինձ թվում ավելի խստացել բարքերը, այնալ հարևան պետությունների կամ դիրքերի հետ կապված։ Իրականում այդ հայկնոջ կերպարը, որ տենց պիտի ճնշված լինի եւ իրան ինչ ասեն ինքը դա պիտի անի, այսպես էլի, այդ ամեն ինչը հայկականությունից չի գալիս, այդ արդեն այդ ժամանակաշրջանի թելադրանքներ եւ բնականաբար ազդեցությունը մեծ էր։ Մենք այդպեսին չենք եղել։ Այսպես մեր գյուղի տատիներին, որ հիշում եմ, թե կուզիմ տատին, նրանք շատ խոսքի տեր տատիներ են էլի եղել։ Դրա համար որ ասում են խեղճ բան, մի քիչ չեմ պատկերացնում էլի, ես։ Առհասարակ հայկինը երբեք խեղճ չի եղել եւ չի էլ լինի, որովհետեւ հայկինը այն կինն է, որ այս ամբողջ մշակույթը պահողն է եղել։ Այո։ Եվ հենց ինքը կոմիտասն է փաստում, ասում է, ինչ հայ տղամարդիկ թուրք մոլաների
հաճոյացնելու համար թուրքական մելիզմներով կերքեին հայկական երգերը, Հայկինը օրորոցում իր զավակի ականջին երգում էր հայկական օրորոցայինը թաքուն, որ հայ մեծանա։ Եվ այս ամեն ինչը, ինչ որ գրառած է, 99% կանանց կատարմամբ է գրառվել, կանայք են պահել այս ամեն ինչը։ Հիմա էլ եթե նայենք տղամարդկանց շրջանում շատ ավելին է կոկորթով այդ երգեցողությունը մելիզմատիկաները, քան կանանց շրջանակում։ Դե ի վերջո Նժդեհն ասել է, չէ, հայ մայրերի մեջ կտեք ազգերի ճակատագրերը։ Սկիզբը եւ փրկությունը մայրերի եւ կնոջ մեջ է։ Մենք ի վերուստ հայ մորը տված է դա, մենք դա հատուկ գիտակցելով չենք անում կամ հատուկ քայլեր չենք մշակում դա անելու համար, դա ինքնաբերաբար այդպիսին այդ գենետիկ կոդը նստած է մեր մեջ եւ երբ որ դու արդեն մայր ես դառնում, դու չես էլ գիտակցում քո գործողությունների ընթացքը, դու վերջում տեսնում ես արդյունքը եւ դա գալիս է հենց այդ քո գենետիկ կոդից, քո հայ լինելուց, քո տեսակից, որը այո մեզ մոտ շատ ամուր է եւ հայ մայրը, ես չեմ ուզում ֆետիշացնել հայերին, բայց շատ համոզված եմ, որ հայ մոր նման մայր ես այլ ազգերում չեմ հանդիպել, ինչքան որ իմ շփումը եղել է, ես չեմ հանդիպել։ Համաձայն եմ։ Հայաստանի մասին էլ խոսալուց ասում ենք մայր Հայաստան, չէ՞։ Հայր Հայաստան չենք ասում, մայր ենք ասում։ Կյանքի աղբյուրը մայրն է, կինն է։ Սկիզբը, այո։ Սկիզբը իհարկե ամեն ինչ սկսվում է կնոջից։ Այդ տղամարդիկ ուղակի մտածում են, որ կա չէ՞, այսպես մի բան, որ երկիր մոլորակն էլ ինքը կինը։ տղամարդիկ օժանդակողներ են։ Այո։ Երկիր մոլորակն էլ ինքը կինը հենց իրանից հարարում սկիզբը սկսվել։ Այո։ Որ խնդրեմ մի հատ էլ վերջում կպատմեք երեխաների հետ կապված, որ ասեք նոր դպրոց եք ստեղծում։ Ուզում եմ համել պատմեք դպրոցի մասին, ոնց են երեխաները ձեր մոտ գալու, ինչ պայմաններ կա որ երեխաները ձեր մոտ գան սովորելու։ Կամ առհասարակ ինչ գործունեություն է կատարում դպրոցում եւ ինչ է կանում։ Շատ կարեւոր է դա այդ թեման մեզ համար։ Դե դպրոցում դասավանդում եմ հենց ազգային երկուպար առարկան, որը շատ ինձ մոտ հաջողել է եւ մեր դպրոցում էլ շատ սիրվել է առարկան։ Ես ձեր աշակերտներից գիտեմ, որ շատ սիրվել է։ Այո։ Շնորհակալ եմ։ Իհարկե սկզբում, ինչպես քիչ առաջ խոսեցինք, յուրաքանչյուր նոր բան ըմբոստանում են այդ նոր բանի առաջ ու գրեթե կարծում էին, որ անհաջողության կգնա առարկան, բայց ինձ մի քիչ կոտրելը շատ բարդ բան է, էլի դժվար է հասնել նրան, որ ես իմ նպատակից հետ կանգնեմ, հաջողեցինք մենք միասնական, դա թիմային աշխատանք է, դա մեկ հոգով չի լինում եւ առհասարակ հաջողությունը երբեք մեկով չի լինում, սա թիմային համակարգված աշխատանքի արդյունքում է եւ դպրոցի տնօրինությունը եւ ուսուցիչները եւ երեխաները եւ ես մենք թիմային հասանք նրան, որ այո, առարկան շատ մեծ հաջողություն ունեցավ դպրոցում։ Իմ նպատակը մեկն է եղել, ոչ թե սովորեցնել լավ երգել կամ լավ պարել, իմ նպատակը մեկն է այսօր էլ, որ լավ հայ մեծանա, ճիշտ հայ մեծանա, որտեվ եթե ինքը ճիշտ մտածի, հայերեն մտածի, ինքը հայերեն կերքի էլ կպարի էլ, ամեն ինչը մտածողության մեջ է։ Եվ ստացվում է ինձ մոտ դա, իսկ ինչ վերաբերվում է Ակունքի ստուդիային, սկզբունքը մեկն է սերնդափոխություն։ Ինչքան էլ ես այսօր լավ երգեմ, ինչքան էլ ես այսօր կարողանում եմ այդ ամեն ինչը կատարել, ինձ պիտի գան փոխարինողներ եւ ես շատ մեծ սիրով ու հաճույքով պիտի այդ էստաֆետան հանձնեմ երիտասարդ սերունդին, որտեղ ոչ մեկս հավերժ չենք եւ ոչ մեկից ձայնը այդպես չի մնալու։ Մեր նպատակն է, որ լինեն սերունդներ, ովքեր տանելու են այս ուղղությունը, այս ճյուղը ու հենց այնպիսին, ինչպիսին որ կա ակունքը, որտեղ նորից եմ կրկնում, սկզբունքը մեկն է՝ պահել բնօրինակը եւ ճիշտը։
թող օգտվեն մեզանից, թող վերցնեն, թող փոփոխություններ անեն, դա վերցնողի, փոփոխություն անողի խնդիրն է, բայց ակունքի նպատակը դեռ Հայրիկ եւ Մարո Մուրադյանների ժամանակներից սկսած եւ ովքեր էլ որ եղել են ղեկավարները մեր խմբի, Ալավերդյան Սարգիսն է եղել, Փանոսյան Հարությունն է եղել եւ այսօր էլ Շահնազարյան Արթուրն է եւ այս բոլորի նպատակը մեկն է՝ պահել մաքուր հայկական երաժշտությունը իր ձևի եւ իր տեսակի մեջ։ Այ մեր նպատակն է, որ այդ երեխաները գան, մեզ մոտ կրթվեն եւ այդ ճիշտ ձևը վերցնեն ու իրանք էլ ոչ թե միայն կատարող լինեն, այլ դառնան փոխանցողներ, որտեվ շատ կարեւոր է փոխանցելը։ Կրողը մի քիչ ուրիշ բան է, հա, օրինակ մեր խմբի Բաղդասարյան Սարգիսը ինքը հենց այս ամեն ինչի կրողն է։ Ինքը այդպիսին է։ Իր տեսակն այդպիսին է, ինքը մեր պապիկն է, իր արմատները խորն են, այդ Սասունի ու հողի ջրի մեջ ուրեմն արմատացած, ինքը կրողն է այս ամեն ինչի, բայց այդ ամեն ինչը նաև պետք է փոխանցել սերունդներին, որ ապրի։ Ի վերջո ամեն ինչ ապրում է փոխանցելու, շարունակություն ունենալու հաշվին։ Մեր նպատակը դա է մենակ։ Բոլոր ոլորտներում այդպես, ինչ ուզում ա լինի, բայց այն ինչ որ ազգայինի հետ է կապված, շատ նուրբ է ամեն ինչը։ Եվ պետք է լինի եւ ես որպես օգտվող ուզում եմ եւ ձեզնից օգտվող ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ հիմնականում օգտվելուց ակունքն է, իհարկե էլի խմբեր կան, որ օգտվում ենք, բայց բենդի երգերի համար օգտվելուց ակունքն է առաջինը, որ ճիշտ ամեն ինչ ճիշտ է ու համոզված ենք, որ ճիշտ է, այսինքն ել չենք ման գալիս ուրիշ աղբյուր ճիշտ կլինի, թե չի լինի, զուրկ մելիզմատիկաներից օտար ու հենց աղբյուրն էլի ակունքն է։ Հենց անունը ինքը ասում է, չէ՞, այդ սկզբին հավատարիմ ենք մնում, այսպես ասած։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Շատ հետաքրքիր ոդկաստ ասվեց, հա։ Ինձ էլ էր հաճելի, իրականում ես շատ ջերմ զրույց, տանը նստած զրույց էինք։ Մենք Սուսանայից հենց տենց էլ որոշել ենք, որ ուղղակի պետքա հավաքվել խոսալ։ Ու չնկատենք կամերաները։ Հա, կամերաները չենք նկատում, նկարող չունենք, մենք ենք նկարում։ Որ հենց այդպես է լինի, խոսենք հայկականից, ունենանք հետաքրքիր հյուրեր։ Մեր համար շատ կարևոր էր, որ դուք լինեիք մեր առաջին հյուրը։ Այ, շատ շնորհակալ եմ։ Հա, մենք տենց երկար խոսացել ենք ու հասկացել ենք, որ պետքա դուք լինեք։ Հենց ցանկում էլ առաջին տեղում ձեր անունը միշտ զգացված եմ շատ։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ։ Ակունքին, պարոն Շահնազարյանին շատ շնորհակալ ենք այն ամեն ինչի համար, ինչ որ դուք անում եք։ Ուզում ենք ձեզ անսպառ էներգիա, որ շարունակեք եւ նոր սերնդներ իմաստնություն, որ չի երկմտեն ուր գնան, միանգամից կան եւ դառնան։ Այո, այո։ Իրեն ժամանակի գրողը։ Սիրունը, տենան որն է ազգայինը, միջով ոդկասթը սկսել ես պատմում էի, որ ժամանակին հայկականի հետ կապված թեմաներին այդքան էլ հետաքրքրություն չունեի, միջև հասկացա թե հայկականը որն է, ճիշտ հայկականը որն է։ Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց Սուսանայից սկսած, ովքեր որ հայկականը ցույց են տվել ու երեխաներին էլ ծեր մոտ գալով հաստատ լավ մարդ կդառնան ամեն դեպքում։ Հուսանք, ամեն ինչ պետք է անենք։ Մենք հենց մեր պայքարը դրանում է, այո, բոլորիս նպատակը մեկն է։ Ես, դու չկա, մենք ենք։ Այդ եսը հենց վերանա, մենք կհաղթենք բոլորը։ Ու համաձայն եմ ձեզ հետ, որ անհատ մարդը ինչ որ չափով էգոիստ է լինում ու անհատ գործելը մի քիչ շատ ավելի հեշտ է հաջողելը, քան օրինակ խմբակային խմբով գործունեությունը։ Այո, միանշանակ, բայց ես նորից եմ կրկնում, մենք քիչ առաջ էլ զրուցեցինք, իհարկե մեզ պետք են մեծ անհատականություններ, որոնք կթելադրեն եւ դաշտի տիրապետողը կլինեն ու կփոխանցեն մեզ, մենք էլ սովորողը կլինենք ու կփորձենք մենք էլ մեր հերթին այդ ամեն ինչը փոխանցել։ Երկիրը անհատականությունների վրա է ձևավորվում, սա միանշանակ է։ Հիմա անհատականությունները դուք եք։ Չէ, ակունքը ես կասեի, չէ։ Մեզ մոտ մենքի տրամաբանությունն է, մենքի մոտեցումն է, ես ինքս էլ չեմ սիրում ես ասել, որտեվ մենք ենք, մենք մի բռունցք ենք, ոչ միայն ակունքը, առհասարակ հայ ժողովուրդը պիտի գա մենքի։ Մենք հենց հասկանանք, որ մենք ենք, ազգային երազանք ունենք։ Այո, եւ մեր գաղափարախոսությունը այդ մենքի մեջ լինի եւ այդ հաղթանակը մենք մենքով փորձենք անել, ոչ թե եսով, այստեղ կլինի մեր հաղթանակը։
որովհետև այդ որ քիչ եսեր են լինում, սա խանգարող է։ Այդ քիչ եսերը պետքա դառնան մեկտեղվեն ու գնան դեպի գաղափարն ու նպատակը, այստեղ է հաջողությունը։ Եվ իմ երազանքն է, որ մի օր 5000 կամ 10000 հոգով մի երգ երգենք Կոմիտասյան հայ ժողովրդով, դա չգիտեմ, ես մի օր կանեմ թե չէ, բայց իմ ամենամեծ երազանքն է, որ այդ մեծ քանակի ահռելի քանակի մարդկանցով մի երգ երգենք ու ճիշտ երգենք։ Ես խոստանում եմ դուք կազմակերպեք, ես կնկարեմ այդ ամենը։ Իրականում դա շատ հուզիչ տեսարան կլինի։ Հա, տեսնենք։ Շնորհակալություն շատ։ Ես եմ շնորհակալ։ Ապրեք։ Այսօրվա համար այսքանը։ Շատ լավն էր։ Մերսի։